հավատացյալների իրագրած վերաբերում էր հայ առաքելական եկեղեցու հետևորդների հավատացյալների։ Քաղաքական իմաստով պաշտոններ չեմ ուզում ասած։ Իսկ դուք ինչ օրինակ ձևավորվեց այդ խումբը կամ հանձնաժողովը, պարոն Գրիգորյան, դուք տեսեք ողջունում եք, ասում եք, որ միանշանակ հաջողվում եք վարչապետին այդ հարցում։ Դուք պատկերացնում եք ինչ մեթոդով են կաթողիկոսին հանելու վեհարանից։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց այդ հասկացություն։ Անպատկերացնելին եք ողջունում։ Այս պատկերացնում առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկում է եւ այն ուխտերին, ինչը որ ինքը իր արժեվ դրել է, եւ այն աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի եւ ինքը պետք է լինի հավատացյալ եւ այսօր վարչապետի գրառման մեջը կար նաեւ, որ պետք է մարդը լինի գոնե մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող։ Բայց դա ով է պարզելու, դա ոնց է պարզվելու, պարոն Գրիգորյան։ Դե այդ ընթացքը ցույց կա։ Եվ նույն վարչապետը այդքան մաքրամաքուր է ակե, որ ինքը ձևավորի հանձնաժողով, որը ահա դուք այդպես եք կարծում։ Վարչապետը չի ձևավորում, վարչապետն ասում է, հավատացյալները ես էլ կարող եմ լինել։ ինքն էլ կարող է լինել որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այո, բոլորս։ Ասма ես եմ ընտրել, ուղարկեք Բոլոր հավատացյալները, բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այո, իրավունք ունեն իրենց խոսքը ասելու, այո, իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու։ Հնարավոր է օրինակ վեհարանից դուրս հանեք ուժով։ Իհարկե ոչ։ Վեհարանում աղոթում են, վեհարանում ուժ չեն կիրառում եւ ես այո հորդորում եմ ցանկացած հավատացյալ ժողովրդի, ովքեր կմասնակցեն այդ process-ին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևիցե այլ գործողություն չանել, բացի աղոթք անելու։ Աղոթելով անելու եք կաթողիկոսին։ Աղոթելով չենք անելու, աղոթքը այնտեղ մենակ աղոթք են անում։ Դե չգիտեմ կաթողիկոսն այնտեղ ինչով է զբաղվում, բայց ընդհանրապես հավատացյալ ժողովուրդն այնտեղ աղոթք են անում։ Իսկ պարոն Գրիգորյան, որ ասում եք իհարկե ոչ, այսքան ուժով դա բան չեք անում։ Իսկ հնարավոր է շրջապատեք օրինակ մայրաթոռը, ինչ մեթոդներ եք կարող։ Տեսեք, դուք հարցը ձևակերպում եք, հնարավոր է շրջափակեք, ես ասացի ի սկզբանե, որ ես ի պաշտոնե չեմ մասնակցելու։ Չէ, քաղաքական թիմի անդամ եք, քաղաքական անդամ եք։ Տեսեք, այստեղ քաղաքական հարց չի քննարկվում, այստեղ քննարկվում է հավատավոր ժողովրդի հարցը։ Հավատավոր ժողովուրդն այստեղ իրենց խոսքը ասելու եւ այդ քաղաքական չի, որ ասում եք դուք առաքելական եկեղեցու հետևորդ, օրինակ եկեղեցին շրջափակելով եւ այնտեղից կաթողիկոսին հանելով, այս մեթոդով նրան հեռացնել օրինակ ձեզ համար որպես առաքելական եկեղեցու հետևորդի ընդունելի սցենար է։ Ճիշտ ասած, բոլոր սցենարներն են ընդունելի, որը որ կխթանի Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու եւ եկեղեցու հետևորդների կամքը, ինչը կարտահայտի նրանց կամքը, ըստ էության եւ Հայաստանի Հանրապետության առաքելական եկեղեցու հետևորդները, հայ առաքելական եկեղեցու հետևորդները իրենք ունեն իրենց կարծիքը եւ իրենց կարծիքը արտահայտելու հնարավորություն։ Այսինքն եթե պետք լինի ուժով էլ կհեռացնեք, որովհետեւ ասացիք բոլոր մեթոդներն էլ ձեզ համար ես մեկ անգամ էլ ասել եմ, ասում եմ ու ելի ասելու եմ, եկեղեցու ներսում ուժ կիրառելն անթույլատրելի է։ Եկեղեցու ներսում միայն մարդը մտնելուց հոգևոր հաղորդություն է ստանում, աղոթք առաքում առ Աստված։ Բայց շրջափակելը չեք բացառում օրինակ։ Ես չգիտեմ ինչ ընթացք, ինչ զարգացում կունենա։ Հիմա դուք ասում եք, ոնց որ ես պետքա կանխագուշակեմ, թե վաղը ինչ անելու հավատացյալ ժողովուրդը։ Եմ հարցնում հնարավոր այդ մեթոդների մասին։ Ուզում եմ Ես հասկանալ չգիտեմ։ համար ինչ ընդունել։ Հավատացյալ ընդունելի կլինի հավատացյալ ժողովուրդ։ Շրջափակելը։ Ինձ համար ընդունելի կլինի հավատավոր, հավատացյալ ժողովրդի հարած յուրաքանչյուր կան։ Պարոն Գրիգորյան, Բացի իհարկե բռնությունից։ Ձեր կարծիքով ինչու հիմա առաջացավ իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի մոտ բարձել որոշ եկեղեցականների անձնական կյանքի առանձին դրվագներ, նաեւ կաթողիկոսի երեխա ունենալու հանգամանքը կամ չունենալու հանգամանք, ինչու առաջացավ։ Եվ օրինակ դուք գիտեք կաթողիկոս ունի զավակ թե չէ։ Տեսեք, ես մի վստահ բան գիտեմ, որ այդ հայտարարությունից հետո որևիցե ժխտում մեծ մասով չեղավ, եւ եթե կար նման բան, բայց եթե չկար նման բան, կարային օրինակ տարբեր մեթոդներ եւ մեկը դիմեին դատարան, որից հետո եթե կպարզվեր, որ մենք Հակոբյան չեք տեսնում նկարում որ
Եթե դրանից հետո մենք տեսնենք, որ ինչ-որ բան մենք սխալ ենք ասել, ես անձնապես, եթե ինչ-որ բան ավել եմ ասել կամ պակաս, եթե այդ պարզվեր, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրելու, բայց եթե պարզվում է ըստ երևույթի ես արդեն իսկ համոզվում եմ, որ կա նման բան, որովհետև այս ընթացքը ցույց է տալիս, ես իմ համար այդ շատ անընդունելի է ու այդ խայտառակություն է։ Պարոն Գրիգորյան, դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ վստահաբար եկեղեցի հաճախում եք։ Ատարակների եմ գնում ամեն կիրակի։ Եկեղեցի, կարող եք ասել եկեղեցին չուլան է թե ոչ եւ դուք անձամբ տեսել եք կառավար, ինչպես Փաշինյանն ասում, եկեղեցում եւ կոշիկներ, եւ որտեղ։ Ես եկեղեցում շատ բաներ եմ տեսել, քանի որ ես ապրում եմ Նորատուսում, այնտեղ եկեղեցիները բազմազան են։ Շատ են, կներեք բազմազան արտադրության համար, տեսեք, մեր եկեղեցին, Նորատուս Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը այս վերջում վերակառուցվեց, այնտեղ ժամանակին օրինակ սովետի ժամանակ պահեստ էր, պաների պահեստ էր, դրանից հետո մեր օրերում, արդեն այս անկախության օրերում, այնտեղ քարուքանդեր, ինչ կառավատ չկար, բայց կար ինչ ասես, մենք ամեն օր այնտեղից զիբիլ էինք հավաքում, ամեն օր թաղի ժողովրդով հավաքվում, զիբիլ էինք հավաքում, որպեսզի այդտեղ, բայց այնտեղ միշտ աղտոտվում էր, այդտեղ չգիտեմ, շինանյութի մնացորդներ էին բերում, ոնց որ սարքել էին բան։ Ես նախ շնորհակալություն եմ հայտնում այն բարերարներին, ովքեր կառուցեցին այդ եկեղեցին։ Սովետականության տարիներին։ Չէ, ես ասում եմ նոր անկախ Հայաստանի ժամանակ այդ եկեղեցին կառուցվել է 2018-19 թվականին է բացվել։ Եվ այնտեղ օծման համար էլ խնդիր կար, այսինքն մայրաթորից չէին գալիս օծելու, ըստ խոսակցությունների մակարդակի եմ ասում էին գումար են պահանջում, որպեսզի գան օծեն, բարերարները չէին պատրաստվում գումարը տալ, հետո այնտեղից որ մարդիկ եկել էին, որ խաչքար տանեին, 5-րդ դարի խաչքարի մասին է խոսքը, թաղի բնակչությունը դուրս եկավ փողոց չթողեց, որ այդպիսի խաչքար տանեն, դրանից հետո, բայց չգիտես ոնց գիշերվա ժամին մեկ էլ հասկացանք, որ այնտեղի խաչքարը ըստ էության չկա, հիմա այդ մասին մենք մարդիկ կան, ովքեր զբաղվում են հասկանալու համար որտեղ է խաչքարը, դրա համար ես ինչ որ ավելյալ բան չեմ ասում, ինչեւ հասկանանք որտեղ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարի, դուք ողջունելու եք։ Չէ։ Ձեր հարցադրումը ճիշտ չէ։ Ինչ հայտարարի չեք ողջունել։ Տեսեք, եթե ցանկացած ղեկավար եւ ցանկացած կուսակցության ղեկավար, ցանկացած խմբակցության ղեկավար, ցանկացած թիմի ղեկավար ինչ-որ հայտարարություն անում, ինչ-որ պահի քննարկվում է, ինչ-որ պահի քննարկվել է այդ եւ ես պահին վարչապետի ասած ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել ողջունել եք։ Այդպես չեմ կարող ասել, որովհետեւ չեմ հիշում։ Բայց այս մեկը միանշանակ Իսկ վարչապետի բառապաշարը, որը օգտագործվում է, բովանդակությունը հասկացանք, որ վարչապետի բառապաշարը շատ մեղմ է, շատ մեղմ է։ Տոփելու ինչն է մեղմ։ Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, բայց ասեմ, այո, շատ մեղմ է այդ ասած, որ մարդիկ այսքան տարիներ ստելով, խաբելով Հայաստանի Հանրապետության հավատավոր ժողովրդին, հույզերի հետ խաղալով, այդ բառը ասում ավելի մեղմ է։ Չեմ ուզում այլ բառեր ասել, որը հետագայում կդառնա քննարկման առարկա, բայց այդ ասածը շատ մեղմ է։ Կներեք, այդպիսի բառեր օգտագործողը կարող է ճիշտ ընտրություն կատարել կաթողիկոսի թեկնածուի, այդպիսի բարեբախտության հարց է գնահատել կամ դա միակ բառը չի Տեսեք, հոգևոր կյանքով ապրած մարդիկ եւ աշխարհիկ կյանքով ապրած մարդիկ տարբեր են իրենց բառերի ընտրության մեջ եւ ցանկացած աշխարհիկ մարդ կարող է ասել բառ, որը աշխարհիկ կյանքում օգտագործվում է, բայց հոգեվորականները գոնե իրենց բառապաշարին ես չեմ տեսել, որ դու կոնկրետ լրագրողական հանրությունը որ այդպիսի բառապաշար է օգտագործում։ Էթիկապես ինքը ոնց է գնահատելու մարդկանց բարեբախտությունը։ Օրինակ ասենք, աշխարհի գերտերությունների ղեկավարների մոտ թարգմանեն Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը եւ այդ թվում եւ այդ բառը։ Ձեր մոտ ինչ-որ հարց չի առաջանում։
Ինչ եք կարծում հիմա որ բոլորը չգիտեն, այդ հարցի այդ բառը այդ ինչ մի տրագեդիոն բառա, վայ ասելա, Ժորժան քանաները, հոգեվորականները ինչ բառ ասես օգտագործում են, բայց ես չեմ տեսել լրագրողական հանրությունը, որ գնա ասի, լսի հրապարակային երբևէ նման բառ ով է օգտագործել։ Երկրի ղեկավարն ասել է շատ մեղ, Իսկ օրինակ դուք ինչ բառ կօգտագործեիք, եթե Դե հիմա չեմ, եթե տեղը լինի ժամանակ լինի, ես էլ կօգտագործեմ, կտեսնենք, ես այտենց քաշվելու, ամաչելու, այդպիսի բան չունեմ, եթե բառը ասում ես, պատասխանատու ու հաստատ ասելուց հետո չես մտածես նոր ասելուց հետո չես Իսկ մտածում։ պարոն Գրիգորյան, մտահոգություն չունեք, որ այս նախաձեռնությունը կամ այս գործընթացը կտապալվի եւ հետագայում կմնա այն ինչ դուք ձեր թիմակիցները դուք արեցիք։ Այսինքն մտահոգվում, որ հավատացյալ ժողովուրդը ինչ-որ բան է ուզում անի, ստացվում կամ չի ստացվում, հարցը ճիշտ չէ, հավատացյալ ժողովուրդը ով է անունից ասենք վարչապետը գրառումներ է արել։ Հիմա դուք ուր եք տեսել այդ աջակցությունը, որ հավատացյալ ժողովրդի անունից հիմա այստեղ հայտարարություն եք անում։ Ես հավատացյալ ժողովրդի անունից հայտարարություն անում եմ այն հավատացյալ մարդկանց մասին, ովքեր հետ ես շփվում եմ, ովքեր մշտապես եկեղեցում պատարակների են մասնակցում, ովքեր իրականում իրապես հավատացյալ են։ Ես անհամբեր սպասելու մասին բան չեմ ասում եմ, որ նրանց մոտ էլ կա պահանջ, որ եկեղեցին վերջնականապես վերադարձվի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եկեղեցին վերջապես վերադարձվի հավատացյալին, ոչ թե ինչ-որ մարդիկ իրենց սեփական բիզնեսը սարքեն։ Վազգեն առաջինը այն ժամանակ ասում էր եկեղեցին դա հավատացյալների խումբն է, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հավատում են։ Հիմա մեր օրերում ասում են եկեղեցին մերն է։ Դե ինչ եք խոսում։ Կարծում եք հաջողությամբ կավարտեք եկեղեցին ազատագրելու process-ը, պարոն Գրիգորյան։ Ես չգիտեմ ինչ հանգուցալ լուծում կստանա, բայց ամեն դեպքում այս պահին այդ գործընթացն է իրականացվում։ Հա, բայց հաջողությանը ձեր հավատում եք այս նախաձեռնությանը։ Ժորժան, դուք անընդհատ ասում եք, որ ես ասեմ հա մեր հաջողության, մեր չէ, հավատավոր ժողովրդի։ Գոնե ժողովրդի մի մասի, որովհետեւ մյուս մասը համաձայն չի ձեր հետ, գոնե այդպես ձևակերպել։ Հավատացյալ մասի, մի մաս, ես Գոնե մի մասի, որտեղ բոլորի լավ, կներեք, այդպես կասեմ, մի մասի չէ, մեծ մասի կասեմ։ Բայց ոնց եք չափել։ Ասեմ ոնց եմ չափել։ Հիմա երբ պատարակի տեղում մասնակցում է 50 հավատացյալ եւ 50 հավատացյալներից 49-ը ասում են, որ գործընթացը ճիշտ է։ Դուք գնահատում եք մեծամասնություն, թե փոքրամասնություն։ Գրասենյակում են այդ 50 հավատացյալները։ Չէ, կադրել է, բայց մի պատարակի, եկեղեցու պատարակի։ Իսկ նոր կաթողիկոս ինչպես է ընտրելու, պարոն Գրիգորյան։ Հավատացյալները եկեղեցում են, ԿՊ գրասենյակում չեն։ Նայելու է ոնց հարցադրումը ասում է հավատացյալները պատարակի ժամանակ ասում է ԿՊ գրասենյակում, այդ լուրջ է։ Չեմ լսել դրա համար ճիշտ կնա վատավոր Պարոն Գրիգորյան, հիմա նոր կաթողիկոս ինչպես է ընտրելու։ Եկեղեցիներով այցելեք, զրուցեք, որ նոր հպարզեք, թե չէ մի եկեղեցում կարող է 100-ից 10 ձեր կողմն է, բայց 90-ը ոչ։ Ուզում եմ ասեմ, ո՞նց եք չափում։ Քանի եկեղեցում եք այդ հարցում արել։ Ես եկեղեցում հարցում չեմ անում, հավատացյալների հետ։ Իսկ ինչ եք կարծում, չենք շփվում։ անսովոր լինեն, բայց Չէ, անսովոր հարցեր չկան, կան հարցեր, երբ դրանց կան։ Պատասխաններ։ Ես 1998 թվականի հոկտեմբերի 27-ին, որ կաթողիկոս էր ընտրվում, ես ու դու երևի շատ փոքր էինք, բայց մինչև այս պահը հիշում եմ ծնողներիս զայրույթն ու անհանգստությունը, երբ ասում էին Հայաստանի Հանրապետությունը գլխատվել է, բայց ամեն դեպքում իրանք իրաց որոշումը չեն փոխել եւ պիտի արագացված այդ գործընթացն անեն ու Այդ ընտրությունը նկատում եք այս։ հա, չէ։ Իսկ կաթողիկոս ինչպես է ընտրելու, հնարավոր է այնպիսի փոփոխություններ անեք, որ օրինակ այդ ընտրությանը մասնակից լինեն նաև ԿՊ պատգամավորների, իսկ ԿՊ Եթե ԿՊ պատգամավոր կլինի, լրագրող կլինի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կլինի, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, կարող են մասնակցել։ Ես իմ կարծիքն է։ Բայց սահմանադրության Բայց այդ քուչի տրվում։ Ես որոնց մեկի որ բան չեմ ուղարկելու, ես մինչև պահն Արեգ ջան ասացի, որ ես ինքս այդ գործընթացին չեմ մասնակցելու, մի պաշտոնի, որպեսզի
Աղքը պահել է։ Չէ, ես նկատում եմ այդ գործընթացին չեմ մասնակցելու, նոր մի քիչ առաջ դու այստեղ չէի հարց ընչեց։ Այսինքն որևէ մեկը դուք չեք Թողեք ասել։ Չէ, այդ գործընթացին այստեղ հարց տվեցին, որ կմասնակցեք, արդյոք այդ գործընթացին Ընտրելու գործընթացին այդ իմաստով ասում, ես չեմ մասնակցի, որովհետև ի պաշտոն է կարող է ենթադրվել, որ չգիտեմ, շատ ու շատ մարդիկ ըստ էության հետևեն մեզ եւ այլն, դրա համար ես ինքս Բայց ճիշտ է համարում, որ ՔՊ-ից փաստորեն ՔՊ-ից ընտրեն, այսինքն այդ խմբում Ով ՔՊ-ից ընտրեն։ Դե կարող է լինել ՔՊ-ից կլինի, լրագրող կլինի, այլտեղից կլինի, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այո, իրավունք ունի, կարող է մասնակցել այդ ընտրություններին։ Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Իշխանությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու։ Կանոնադրությամբ էլ թույլ չէր տալիս կուսակրոն հոգևորական ունենար երեխա։ Սահմանադրությունը բարձր է։ Մայրօրենքն է Ո՞նց սահմանադրությունը։ Դե դուք Ասվում է։ Փաստերը որտեղից իրեն։ Եկեղեցին ոչ բայց հաստատում, ուրեմն դուք ապացուցեք, որ երեխա ունի։ Վարչապետն ասաց, որ կան փաստեր, եւ եթե հանկարծ կհերքեն, ես կհրապարակեմ, բայց իրանք չեն հերքում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության կատարող յուրաքանչյուր բանից պետք է տեղյակ լինի։ Չգիտեմ, հետ կներեք, բայց կարող եք վարչապետին հարցնել։ Այսինքն ստացվում է պաշտոններ են տրամադրել են տեղեկություն, որը նա օգտագործում է արդեն որպես ներկայանում է որպես առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես չգիտեմ ինչ է ստացվում ըստ էության, ոնց է ստացվում, ոնց է այդ փաստերը հասել, կարող է հավատավոր ժողովուրդն տվել, հայ ամեն ինչից պետք է տեղյակ լինի։ Կարող է հավատավոր ժողովուրդն տվել, բայց նորմալը եւ բարվյա։ Ժորժան, չէ, ոչ մի բան նորմալ չի։ Նորմալ է, որ մեկ իր քերու կնոջ հետ եսիմ ինչ անի, մեկը կուսակրոնությունը հաղթի, հավատավոր ժողովուրդ իրավունք չունի, սահմանադրությունն ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա չխառնվի, ինչ ուզեն անեն, ոչ ուզեն անեն։ Ղազարյանն ասում էր, որ եթե դուք Կներեք, ես իրան չեմ ուզում մեկնաբանել։ Չէ, չմտնեիք իր անկողին եւ իր հեռախոսի SMS-ները։ Մեկ չեք մտել, որից է մեկի անկողին, որից է մեկի SMS կարտացել, ես չգիտեմ ով է ինչ ասել, ես դրան չեմ ուզում պատասխանել։ Դուք որ sense դավաճանություններին դեմ եք, կարող է ինչ-որ հատուկ կոնկրետ կառույցների մոտ ինչ-որ ծառայություն, հերթապահություն ունի, որ ոչ մեկ հանկարծ իր կնոջը կամ ամուսնին չի դավաճանում։ Ուրեմն տեսեք, մենք 3 րոպե առաջ խոսում ենք հայ եկեղեցուց, խոսում ենք Հայաստանի Հանրապետության քրիստոնեության մասին, հիմա խոսում ենք ինչ-որ մարդկանց դավաճանության մասին, այո, հայ առաքելական եկեղեցու հետևորդը, հայ քրիստոնյան, այո, պետք է չդավաճանի։ Եվ այդ հարցը փակ է։ Պետք է ունենա պարկեշտ ընտանիք, լավ ընտանիք, հարգիր ընտանիքը եւ ապրի այնպես որ Ես առհասարակ ընդհանրապես մարդկանց մասին եմ ասում։ Պարոն Գրիգորյան, լավ, այստեղ Փաշինյանը պետք է զբաղվի այդ հարցով։ Իրավական, լավ, արեք մի քիչ լրջացնենք, էլի։ Ինչի վերանորջ է։ Պարոն Գրիգորյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը գործողությունների պլան է հրապարակել, որում հակա սահմանադրական տարեր են պարունակում, այդպես են ամենայն դեպս իրավաբանները գնահատում, այսինքն ինչ է նշանակում ձևավորել թիմ, որը զբաղվի կաթողիկոսի ընտրությամբ, որովհետև կաթողիկոսի ընտրության հարցը եկեղեցական օրենքներով հստակ ամրագրված է։ Այսպիսով չի նշանակում, որ սահմանադրություն է խախտվում։ Դեմեք սահմանադրական դատարան, սահմանադրության խախտումը կասի միայն սահմանադրական դատարանը։ Ես իրավաբան չեմ կարող ասել։ Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման մեջ ինքը ասում է անդամների ընտրության հետ կապված պետք է Աստծո օգնությամբ ընտրենք եւ հոգու աչքերով։ Հիմա դուք Աստծո օգնությամբ ոնց եք հասկանալ այդ անդամը արժանի է չափորոշիչներ կա եւ ձեր հոգու աչքերով ինչպես է որ նա հասկանալ, օրինակ Փաշինյանը ձեր հոգու աչքերով ինչպեսի։ Այդ չեմ կարող բացատրել, եթե շատ մոտենակ Աստծուն հավատացյալ լինեք, կարող եք հաղորդակցվել իմ կարծիքով։ Ես չգիտեմ, եթե հաղորդակցվեք, ըստ այդմ կհասկանաք։ Ցանկացած դեպքում մտեք եկեղեցի, աղոթեք եւ Աստծուն ասեք, Աստված ջան, խնդրում մեզ ճիշտ ուղու վրա դիր, ինքը անպայման կդնի։ Հիմա ձեր հոգու աչքերով Փաշինյանն ինչպեսին է։ Պարոն Գրիգորյան, այնուհանդերձ Ինչ։ Ինչպեսին է։ Չլսեցի։ Ձեր ասում են հոգու աչքերով կարող եք մարդկանց հասկանալ։ Ձեր հոգու աչքերով Փաշինյանը ինչպեսին է։ Հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, պարկեշտ, բարեպաշտ մարդ։
Շնորհակալություն։ Ներողություն, պարոն Գրիգորյան, այնուհանդերձ դուք ինչպես եք կարծում, ինչպես պետք է տարանջատվի եկեղեցի պետություն հարաբերությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանի այս առավոտվա գրած գործողությունների հերթականությունը նշանակում է, որ կառավարությունը միջամտում է կաթողիկոսի ընտրության հարցին, որտեղ ասում է այն 10 հոգուն այդ հանձնաժողովի, որը պետք է կաթողիկոսի ընտրության հարցով զբաղվի, ես եմ որոշելու։ Այսինքն դա նշանակում է, որ վարչապետը ուղիղ ազդեցություն է ունենալու կաթողիկոսի ընտրության եւ այս նշանակման հետ կապ։ Ասամ Նարեկ ջան, իրականում հարցը շատ լավն է, ասում է ոնց տարանջատել։ Երբ հավատավոր ժողովուրդը, որ հավատավոր ժողովրդին առաջնորդում է մարդիկ, ովքեր բացառապես զտարյուն մաքուր մարդիկ են, հավատացյալ են եւ իրենց առաջնորդության ընթացքում ոչ մի ուխտ չեն խախտում, ոչ մի Աստվածաշնչից դուրս ոչինչ չեն անում, իշխանություն չէ, ով ուզում լինի, ոչ մեկը չի կարող, ուղղակիորեն չի կարող խառնվել եկեղեցու գործերին, Շատ ջան, հարցը թույլ տվեք պատասխանելու։ Բայց երբ ասում եք ոնց եք ընտրելու եւ այլն, պետք է որոշի հավատավոր ժողովուրդը ըստ էության ու թե ինչ ընտրություն կանի, վստահ եմ, որ Աստված իրենց կառաջնորդի եւ չի թողի, որ սխալվի։ Չներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է 10 հոգուն ես եմ ընտրելու այդ հանձնաժողովի։ Այսինքն նա ուղիղ ազդեցություն է ունենալու եկեղեցական հարցի, այն էլ կարևորագույն հարցի վրա ազդեցություն ունենալու, ազդեցություն է ունենալու։ Սա դուք չեք համարում խնդրահարույց։ Իհարկե չեմ համարում, ցանկացած կարող է 5 հոգի էլ օրինակ եմ ասում, դուք որպես հայրաքելական եկեղեցու հետևորդ, ասեք 5-ին էլ ես եմ ընտրում։ Հա, եւ կարող եք, իհարկե, ես լրագրողները ինչի է, լրագրողը չի կարող հավատացյալ լինել ինչ մասն է։ Այսինքն դուք կարծում եք այս երկրում կլինեն մարդիկ, որոնք մեյլերով իրենց տվյալները կուղարկեն Նիկոլ Փաշինյանին եւ կասեն համաձայն ենք լինել այդ հանձնաժողովում, որը Գարեգին երկրորդ կաթողիկոսին հրացնելու է, հա։ Կարծում եմ, հա։ Կարծում եմ, հա, հավատացյալ այսօր 21-րդ տարում է, բոլորն էլ տարբեր էլեկտրոնային հարթակներով շփվում են, հիմա այն ժամանակները չէր, որ նամակ ծրան են տանում։ Նույն, բայց ով է ասել, որ դուք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի քրիստոնյա եք, քան այն մյուսները, որոնք ձեր քայլերը սխալ են։ Ավելի քրիստոնյա չկա, կա քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա, կա հավատավոր ժողովուրդ, կա աշխարհիկ եւ հոգեվոր դասեր։ Ավելի քրիստոնյա չկա, որ քրիստոնյա եւ